կյանք փրկող վիրահատություններն արդեն հասանելի են։ 75-ամյա պացիենտն առողջապահական համընդհանուր ապահովագրության շնորհիվ ստացել է սրտի ռիթմավար սարքի իմպլանտացիա։ Նա վստահեցրեց համակարգի ներդրումը իր կյանքի համար վճռորոշ դեր է ունեցել։ Մի քիչ առաջ ես ինձ վատ զգացած լինեի, ես կկանգնեի խնդրի առաջ, որովհետև ես այդքան հնարավորություն չունեի, որ ասենք իմ միջոցներով գայի բուժվելու։ Կարծես թե բախտս բերեց էլի, վիրահատեցին, արդեն 3-րդ օրն է, լավ եմ զգում ինձ եւ հույս ունեմ, որ դեռ կապրեմ։ Անչափ շնորհակալ եմ, որ նրանք այսպիսի լավ նախաձեռնություն են կազմակերպել, որովհետեւ շուրջս նայում եմ, բոլորը իմ տարիքի մարդիկ են, որոնք իսկապես երևի վիճակի չեն եղել, էլի, որ ասենք գային, բուժվեին։ Հիմա առիթ եկել է, գալիս են, բուժվում են։ Տիկին Անահիտը շնորհակալություն հայտնելով բուժազնակազմին հոգատար ու ուշադիր վերաբերմունքի համար նշեց, այս միջամտությունն իր պարագայում միակ լուծումն էր, որը լիարժեք վերականգնելու է իր առողջությունը։ Պացիենտը Շենգավիթ բժշկական կենտրոն է ընդունվել սրտի ծանր եւ անհետաձգելի ախտորոշմամբ։ Հիվանդը հոսպիտալացվեց մեր կենտրոն, նախապատրաստական որոշ միջոցառումներից հետո հիվանդին կատարվեց երկխորոջ ըստ հիվանդի ցուցումների երկխորոջ սրտի ռիթմավար սարքի իմպլանտացիա, երբ որ հիվանդի մոտ լինում է նախասիրտ փողոքային պաշարում, այդ ժամանակ մենք ունենում ենք սրտի ռիթմի հաճախականության կտրուկ դանդաղում, որը երբեմն կարա լինի կյանքի հետ անհամատեղելի։ Այս դեպքում այս համակարգի միջոցով համակարգը թույլ չի տալիս, որ սրտի ռիթմը, պուլսը դանդաղի։ Դրա հետևանքով մարդ կարողանում է շարունակել իր նորմալ կենսագործունեությունը, լինի ակտիվ, քայլի, մանգա, վազի։ Վիրահատությունն իրականացվել է լիովին անվճար առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակներում։ Նախորդ տարիներին, երբ մենք չունենք այս համակարգը, այս միջամտությունները իրանք դժվարամատչելի են եւ բավականին թանկարժեք միջամտություններ են, իրականացվում էին հիմնականում վճարովի հիմունքներով, եթե հիվանդը չէր ունենում որևէ սոցիալական արտոնություն։ Սակայն ներկայումս մենք արդեն այս ամիս երևի թե 4-ից ավել հիվանդ նման խնդրով, անհետաձգելի խնդրով հնարավորություն ենք ունեցել օգնել եւ իրականացնել ապահովագրության շրջանակներ։ Նշենք, որ Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից մոտ 1.600.000 մարդ ունի առողջության ապահովագրություն։ Գայանե Գաբոյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։